Ինչ է անհրաժեշտ առողջապահական որակյալ համակարգ ունենալու համար։ Ենթակառուցվածքներ, նյութատեխնիկական բազա եւ իհարկե որակյալ մասնագետներ։ Առաջին երկուսի մասով մեծ առումով բողոքելու տեղ չունենք։ Իսկ այ վերջինը Հայաստանի համար խնդիր է։ Հաճախ լսած կլինեք, որ մազային այսինչ հիվանդանոցում կա այնինչ թանկարժեք բժշկական սարքը, բայց դրանից գլուխ հանող օգտվելու ունակություն ունեցող մասնագետ չկա։ Միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-ից 40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ բոլոր բժիշկներին է բարձրացել, սա նշանակում է մեծամասամբ բոլորին է բարձրացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերի։ Առողջապահության նախարարը խոսում է հիմնական այն գործոնի մասին, որի պատճառով բժշկական հիմնարկներում մասնագետների համալրման խնդիր է առաջանում։ Խոսքը բնականաբար փողի մասին է։ Բժիշկները շարունակում են արտագաղթել դեպի Եվրոպա կամ ԱՄՆ, այնտեղի բարձր աշխատավարձերի պատճառով։ Սրանից բացի երկրում նկատվում է նաև ներքին արտահոսք։ Մարզերից մասնագետները տեղափոխվում են Երևան, իսկ պետական բուժհաստատություններից մասնավոր բժշկական կենտրոններ։ Մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է։ Ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում։ Եթե մենք վերցնում ենք արտահիվանդանոցային նեղ մասնագետներին, ապա մենք այդտեղ խնդիր ունենք։ Օրինակ ֆիզիատրների, ինֆեկցիոնիստները բոլորը այս պահին լքում են պոլիկլինիկաները, որովհետև իրենց աշխատավարձը շատ ծիծաղելի է։ Թեև վերջին տարիներին առաջնային օղակի բժիշկների վարձատրությունը որոշ չափով բարձրացել է, այն դեռևս չի կարող մրցակցել միջազգային շուկայի առաջարկների հետ, նշում են մասնագետները։ Գլոբալ աշխարհում այլևս պետք է հաշվի առնել արտերկրից արվող շահավետ առաջարկների գործոնը ևս։ Հիմնականում անեստեզիոլոգներն են արտագաղթում, սրտաբաններն են արտագաղթում, ընդհանրապես նեղ մասնագետները, որովհետև նրանք ունեն բավականին լուրջ նեղ մասնագետների կարիք։ Ամենամեծ խնդիրն այս պահին նկատվում է նեղ մասնագետների համալրման process-ում։ Օրինակ անեսթեզիոլոգը, մահատումից կախված է վիրահատության բարեհաջող ընթացքը եւ ավարտը։ Այս մասնագետները մեծ տեմպերով լքում են բժշկական ոլորտը կամ երկիրը։ Մասնավորապես երիտասարդ շատ մասնագետներ մեկնում են Գերմանիա, որտեղ բազեցված կարգով ներգրավում են աշխատուժ Հայաստանից։ 4-րդ կուրսից սկսած մեր ուսանողները սկսում են սովորել գերմաներեն, անգլերեն, մեծ պահանջարկ ունեցող այդ քննությունները տալիս են եւ արտագաղթում են։ Պետական բժշկական համալսարանը դառնում է այլ երկրների համար էժան աշխատուժ ձևավորող բու։ Դա տարիների ընթացքում բերելու է կադրային մեծ կրիզիսի, եթե մենք պետական մակարդակով մոտիվացնող խնդիրներ չառաջացնենք։ Ըստ փորձագետների, մասնագիտական շարունակական զարգացման եւ պարտադիր հավաստագրման համակարգը ևս բազմաթիվ բժիշկների համար դարձել է ֆինանսական ու ժամանակային լրացուցիչ բեռ։ Հատկապես փորձառու մասնագետների մի մասը նախընտրում է լքել համակարգը, քան հարմարվել նոր պահանջներին, ինչը ել ավելի է խորացնում կադրային ճգնաժամը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։